Մենք շատ ժամանակ շեշտադրում ենք այն փաստը, որ հայկական ստարտափները ամենագրավիչ հայկական մասնավոր սեկտորի ներդրում են։ Ինչու ենք սա ասում։ Ա, Ընդհանուր առմամբ ֆինանսներում կա շատ կարևոր հասկացություն, թե ով է ներդրում անում ինչ որ մի ներդրումային ակտիվում, հա, ներդրումային արժեթղթերում։ Ու կա 3 խումբ սովորաբար։ Առաջին խումբը դա միջազգային մասնագիտացված ներդրողներն են, որոնց համար առանձնապես կարևոր չի որտեղից է այդ ներդրումը, որ երկրում է գտնվում։ Սա կարևոր է ռիսկ եւ եկամտաբերություն։ Եթե այդ համադրությունը բարենպաստ է, այսպես ասած, իրենք ներդրում են անում, լինի դա Բուլղարիա, Ինդոնեզիա, Հայաստան կամ այլ որևէ երկիր։ Երկրորդ խումբը դա ներքին, այսինքն ներքին շուկայի մասնագիտացված ներդրողներն են։ Կարա լինեն ներդրումային ընկերություն տվյալ երկրի, կենսաթոշակային ֆոնդեր, բանկեր եւ այլն։ Եվ երրորդ խումբը ընդհանուր հանրությունն են, բոլորս ենք, որոնք ներդրում են անում, բայց շատ ժամանակ այդքան մասնագիտացված չենք այս հարցերում, հա։ Այդ 3 խումբն են։ Հիմա երբ որ մենք նայում ենք հայկական ստարտափներին, մոտավորապես 95%-ը գուցե ավել այդ ամբողջ կապիտալի, որ իրենք ներգրավում են, գալիս է միջազգային մասնագիտացված ներդրողներից։ Միջազգային ներդրումային ընկերություններ, ֆոնդեր, հիմնադրամներ եւ այլն։ Մնացած 5%-ը գալիս է ներքին ներդրումային ֆոնդերից, VC ֆոնդերից եւ հրեշտակ մասնագիտացված հրեշտակ ներդրողներից։ Դե նաեւ Equify-ով են բացել այս հնարավորությունը, բայց ստարտափները այսպիսով շատ հետաքրքիր են միջազգային մասնագիտացված կապիտալի համար։ Այլ տեղերում, որտեղ են միջազգային մասնագիտացված ներդրողները ներդրում անում Հայաստանում, դա պետական պարտատոմսերն են։ Մնացածի մասով կա իհարկե հետաքրություն, բայց շարունակական հետաքրությունը ստարտափների մասով է։ Այն պարզ պատճառով, որ նախ դե Հայաստանի էկոհամակարգը շատ ուժեղ է տեխնոլոգիական, բայց նաև ստարտափները ովքեր են անում, հայերի ամենատաղանդավոր, ամենախելացի, ամենաաշխատասեր, այսպես ասած, մարդկանցից շատերը աշխարհում մեկ անում են տեխնոլոգիական նորական ստարտափներ եւ ըստ դրա մենք բոլորս կարողանում ենք մասնակցել այդ տաղանդի արժեքի ստեղծման մեջ։ Մենք բոլոր դեպքերում ամեն անգամ շեշտ ենք դնում նաև, որ այդ պորտֆելը, մեր ներդրումային պորտֆելը պետք է լինի դիվերսիֆիկացված, այսինքն ունենա կապներ, պարտատոմսեր, կորպորատիվ եւ պետական, չգիտեմ, արժեթղթեր դրսում, Հայաստանում եւ այլն, բայց զուտ հայկական ստարտափների մասով շատ գրավիչ ոլորտ է արժեքի եւ այդ ռիսկ եկամտաբերության համադրության պատճառով։ Դե այսքանը հուսամ հետաքրքիր էր, տրամաբանական եւ ոնց որ միշտ կապի մեջ կլինենք։